Հանուն Հոր եւ Որդու եւ Օգնույն Սրբո ամեն։ Ողջույն բոլորիդ, բարի երեկո եւ մյուսները բարի առավոտ, սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր։ Աստծո ձայնը հաղորդաշարը այսօր դուրս է գալիս ուրիշ եթեր մի կարևորագույն հայտարարությամբ, որը որ 26-ին տեղի կունենա Օհանավանքում Տեր Արամ Քահանա Սատրյանը Սուրբ Եվան Մահպատարակ է մատուցելու, իսկ մեր երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանը ընդունելու է Սուրբ հաղորդությունը։ Եվ իհարկե ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, ես վստահ եմ, որ այդ օրը հոծ բազմություն լինելու է ոչ մենակ եկեղեցում, ներսում, այլ եկեղեցու ամբողջ այդ շրջապատում։ Այդ ամբողջ տարածքը ծով ժողովուրդ է լինելու։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը ամբողջ ոստիկանությունը իրենց զորությամբ պետք է ներկա գտնվեն, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, որովհետև սպասվում են սադրանքներ, սպասվում են ամեն տեսակի խայտառակ ուրեմն մոմենտներ, նրանք այսօր դրա մասին հայտարարել են բացեի բաց։ Բազմաթիվ ընդդիմադիր մամուլների էջերից այսօր ընթերցել ենք հետևյալը, ուր որ ասվում էր այն մասին, որ ամեն միջոց պետք է գործադրենք, որպեսզի կասեցնենք Տեր Արամի կողմից պատարակը եւ ինչ որ մի լնգուլաբաս Կտրիչ Ներսիսյանի ղրգած մի հատ բոսյակը, որը իմիջայլոց այդ բոսյակը բանի մոտ էր, իր եղբայրը թե որ եղբոր որդին արդեն չիմացա, ինչպես որ գրել էր մամուլը, ազգակցական ինչ որ կապ կա, որը Փաշինյանի ձեռքը չտվեց։ Հիշում եք, այն հայտնի խայտառակ մի պատմությունը։ Իհարկե ես զարմացած եմ մնացել, որ այդ տականքը անպատիժ է մնացել, դրան պետք է կալանավորեին։ Դրանից հետո այդքան տպեին ոստիկանատան մեջ, մինչև որ ինքը խելքը հավաքել իր գլուխը։ Որովհետև ցանկացած ժողովրդավար, ես ասում եմ, դեմոկրատական հասարակության մեջ անընդունելի են նման մոտեցումները։ Եթե դիկտատուրա լիներ, գլուխը կկտրեին անմիջապես եւ ոչ մենակ գլուխը, երևի ամբողջ մարմինը բան կանեին, կմասնատեին եւ աղբամանը կգցեն, որ առնետները ճաշակեն։ Բայց քրիստոնեական ժողովրդավարական պետության մեջ պետք է ոստիկանատան մեջ լավ ծեծ ուտացնեին, դասեր տային, որպեսզի նա հասկանար, որ երկրի ղեկավարին դիմավորել է պետք շնորհքով, աղ ու հացով եւ հարգանքով։ Եվ ուզում եմ հիշեցնել, ոնց են լպստում քամակը Սերժիկի, Ռոբիկի եւ մյուս տականքների, ովքեր որ գալիս են իբրե թե եկեղեցի այնտեղ թատրոն խաղան կամ իրենց կնիկները իրենց հագուստեղենը ցույց տան։ Բայց նախքան անցնելը բուն նյութին, ես կխնդրեմ մեր սիրեցած ժողովրդին միասնական աղոթենք եւ դուք սկսեք շատ արագ տեմպով այսօրվա ուղիղ հերարցակումը տարածել։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, ըսգորձը ձերած մերոց ուղիղարայմեստեր եւ զգորձը ձերած մերոց հաջողիամես, Փարքոր եւ Որդվոյ Ոգվույն Սրբո, այժմ եւ միշիվավիտյանս հավիտենից ամեն։ Դու ինձ իմաստությունս բարիս խորհել եւ խոսել եւ գործել ռաչիկո համենայն ժամ, իչար խորհրդոց իբանից եւ գործոց բրգյազիս եւ ողորմյան խորարածոց եւ ինձ բազմամեղից ամեն։ Ահավասիկ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցին այսօր ապրում է իր վերջին ամենախայտառակ ճգնաժամերից մեկը։ Երբ Գերագույն հոգևոր խորհուրդը հրապարակում է ուրեմն մի խայտառակ փաստաթուղթ, հա, այդ ճակերտներով եմ ասում, որտեղ որ ամբողջը ծայրի ծայր կեղծիք է իրենից ներկայացնում եւ Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցու կանոններին հակառակ։ Եվ իհարկե շատ ողջունելի է, որ ես հետևեցի եւ որևէ պաշտոնական կայքերի, թեմերի կայքերից ես չտեսա, որ այդ փաստաթուղթը հրապարակված լինի։ Ուրեմն առաջնորդ սրբազաններին ուզում եմ այստեղից շնորհակալություն հայտնել, որ դրանք ողջախոհություն դրսևորեցին եւ այդ կեղծիքները, այդ ստերը, այդ պղծությունները չեն տարածում։ Իհարկե, ես չեմ մեղադրում, նույնիսկ երբ որ տարածում էին, իրենք չեն մեղավոր, որովհետեւ ամբողջ ապատեղեկատվական համակարգը, որը կարգվել էր Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ Մայրաթոռում, գանսերի պես, չար որակի ուռուցքի պես բան էր տվել, մետաստազներ էր տվել, այսինքն ունեցել է իր տրամադրության ներքո այդ բաժինները թեմերից ներս, այսինքն պատկանում են ոչ թե թեմակալ առաջնորդին, այլ իրենց, որպեսզի իրենց ստերը խոդ տան։ Ես ձեզ բազմիցս եմ ասել եւ պատկան մարմինների ներկայացրել եմ դիմումներ անփարունակ գործնեության Տեր Վահարամիկ այն թութակի, հա Չքաղանայի Մելիքյանի, որը տարիներ շարունակ ստերով, կեղծիքներով, հերուրանքներով, ապուշություններով հեղեղում էր այդ մամլոխոսնակ կոչեցյալը այդ տեղեկատվական փաստորեն մամուլների խողովակով եւ հրապարակում էին տարբեր ստախոսություններ։ Ուղղակի պաշտոնապես էին այդ ստախոսությունները հնչում։ Հասկանում եք, ինչ գեբելսյան մեքենա էր գործում եւ այսօր նրանք փորձում են այդ գեբելսյան մեքենան աշխատանքի դնել, բայց այլևս չի աշխատում։ Ժանգոտել է, խոտ չի ընկնում այդ
Գեբելսյան մեքենան, որովհետև կտրիչ Ներսիսյանը եւ իր այդ պրաշմանդովկա մեր շրջանակը, որոնք սատանիստներ են, բոլորն են սատանիստներ են, նրանք արդեն հասկացել են, որ պետք է կտրիչի հետ միասին նույն կամերում անցկացնեն եւ այդ հոտերը պիտի գցեն, շատ ներողություն, հա, իրար պետք է քֆուր տան, ով կեղտոտեց օդը, այդպիսի բաներով պիտի զբաղվեն, վերջում Միքայելը պիտի այնտեղ նստի, Բագրատը, կտրիչը եւ մյուս տականքները։ Հետո էլ պետք է երևի իրար հետ հարաբերություն ունենան, դա չեն բացառում, որտեղ նրանք պիղծ են։ Նրանք այդքան կեղտոտ մարդիկ են, որ ամեն բանին ընդունակ են։ Նրանք սատանիստներ, օրինակ ինձնով լիներ սիրելի ժողովուրդ, ես դրանց բոլորին կգլխատեի հրապարակի մեջ, այս խուլիգաններին, որպեսզի դաս լինի, ինչպես որ Քադաֆիին բան արեցին, չէ՞, ժողովրդավար պետություն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների պես դեմոկրատական հասարակություն չի ծնվել դեռ երկրագնդի վրա։ Բայց այդ տականքներին ինչ են արել, գլխատել են, չէ՞, գլուխը կտրել են Սադամ Խուսեյնը։ Ես այս մարդկանց կգլխատեի Հայաստանի Հանրապետության գլխավոր հրապարակում։ Եվ ես չեմ սիրում տեսնել մարդու դժվարությունները, հիվանդությունը, ազդվում եմ առավել եւս մահվան, բայց իրենց սատկելու վրա մեծ հաճույքով պիտի դիտեմ այդ տեսարանը, մեծ ուրախությամբ, մեծ երջանկությամբ, որտեղ նրանք սատանիստ են, սատանիստները պիտի սատկեն։ Եվ սա է մեր հրամայականը, որ Աստծո պատժին արժանի դառնան, աղոթքը դա պիտի լինի։ Ես ուզում եմ զգուշացնել այն փրչոտ մի հատ շամվորթի կա, որը երկարամուրուկ մի հրեշ կախարդերով է, չգիտեմ ով ինչ տերտեր է դա, ասում են, հետո մեկը ինձ ասեց ճկնավոր է, ինչ ճկնավոր է նա։ Բոսի տղա է, նա ճկնավոր չէ։ Եթե նա ճկնավոր լիներ, նա կճկներ։ Այլ ոչ թե կտրիչի քամակը մտած կկատարեր սատանայությունը։ Տեսեք, ինչքան մարդիկ կային, որոնք նույնիսկ անապատում, անապատականներ կային, բոլորը չէ որ փրկվեցին երկնքի արքայություն գնացին, դրանցից մի մասն էլ կործանվեց, սատանան խաբեց։ Ուրեմն ես չեմ հավատում, որ 21-րդ դարում կարող է այսպես մարդը իրեն ճկնավոր կոչի։ Նա ճկնավորը երբեք չի ամենտեղ գոռում գոչում, որ ինքը ճկնավոր է։ Ճկնավորը ճկնում է անկյունի մեջ առանց ձայն ու ծպտուն հանելու, որովհետև ինքն Սուրբ Ավետարանը մեզ ուսուցանում է, որ երբ որ աղոթ կանեք, դուրը փակեք, քոց աղոթեցեք, այսինքն ծածուկ պիտի անես, ինչ որ անում ես Տիրոջ անունով եւ Տիրոջ համար, դու պիտի անես ծածուկ։ Եվ Տերը տեսնալով այդ ծածուկ քո այս ամեն ինչը հայտնելու է ինքդ քեզ պետք չի նույնիսկ դու ինքդ քո մեջ բարձենաս, իմանաս ինչ որ մի մեծ բան ես արել, ոչ, դրանով էլ է սատանան խաբում, այսինքն սա հասկանում եք հոգևոր կյանքը, դա մեծագույն արվեստ է աշխատելու քո հոգու վրա, դա հռելի աշխատանք է, հոգեբարոյական աշխատանք է, դա դիմադրությունն է սատանայի, ուրեմն եթե մարդը ճկնել է, դրանից հետո ինքը ով է իր համար կտրիչ այդ մեռած դիակը, որը քաղաքական մարդ է ծերից ծեր, պատվերներով այսպես ասած շարժվողը, որը հրահրում է քաղաքացիական տարբեր խայտարակ, ուրեմն ինչ ասեմ, անարխոժություն առաջացնելով այդ բոլոր միջոցառումները, հա, եթե կարելի այդպես կոչել, ցույցերը, չգիտեմ, այդ ամեն տեսակի սադրանքները փողոցային։ Չի կարող երբևիցե հավատավոր մարդը, ես ճկնավորի մասին նույնիսկ չեմ ուզում խոսել, հավատավոր մարդը չի կարող նման բաներին մասնակից լինել։ Ուրեմն պատռում են բոլոր տականքների դեմքը։ Չհամարձակվեք դուք Աստծո անունից խոսել, պոռնիկներ։ Դուք Աստծուն չեք ճանաչել, եթե դուք Աստծուն ձեր կյանքի մեջ ճանաչած լինեիք եւ Աստված ձեզ կանչեր, այդ ճանապարհի վրա դնել, ինչպես որ ինձ է դրել։ Այս իմ անձի մասին կարող եմ վկայել, որտեղ Աստված ինձ քահանայական ճանապարհի վրա դրեց, ես չեմ ցանկացել, ես չեմ ուզեցել, ես չեմ ձգտել դրան, երբևիցե։ Բայց եղել է դա Տիրոջ կամքով, եթե Տիրոջ կամքը չլիներ, ես չէի լինի քահանա, բացարձակապես։ Ես իմ կյանքի համար շատ մեծ բաներ չեմ շահել, այդ իրանք են շահել, փողերի մեջ լող են տալիս, հա, փողերով, այսպես ասած, տանում են անվայել կյանք, ոչ քրիստոնյային վայել, ոչ թե հոգևորական, ասում ոչ քրիստոնյային վայել։ Ուրեմն այսպիսի բաները, այդ ֆրիկները չեն անցնելու։ Մեր ժողովուրդի աչքերը այլևս բաց են, մեր ժողովուրդը չի ընդունելու նման կեղծիք։ Հիմա ես կբացատրեմ մի բան։ Ուրեմն այսօր Սարգիս անունով այդ լնգուլավազը, որը կտրիչը ղրգել է հովանավանքը, ասում է ես պիտի մկրտություն անեմ, ես պիտի անեմ։ Եվ տեսեք սադրում է եկեղեցում, ասում է որ դուք ընտրեք, բայց ինքը կարգազուրկ է։ Չի էլ բացադրում է կարգազուրկը ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում 1000 անգամ եմ ասել, եւս անգամ ավելի այսպես ասած ժողովրդի ուղեղի համար, որպեսզի հասանելի դառնա բացատրությունը, աստվածաբանական տերմինները չօգտագործելով որևէ։ Հիմա տեսեք, երբ որ ձեռնադրում են հոգևորականին, տեղի է ունենում եկեղեցում սրբազան արարողություն, հա։ Դա պատարակի ժամանակ այդ ձեռնադրության խորհուրդն է կատարվում։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, սա նշանակում է, որ Աստծու կամքով տեղի է ունենում տվյալ խորհուրդը,
հա, որը որ տնօրինում է ինքն Տեր Հիսուս Քրիստոսը, եւ ինքն Տեր Հիսուս Քրիստոսը այդ խորհրդի կատարողն է։ Այդ պարագայում ձեռնադրող հոգևորականը եպիսկոպոսական աստիճան ունեցողը միայն կարող է ձեռնադրության խորհուրդը կատարել։ Քահանան չի կարող անել։ Սա եկեղեցական առաքելական կանոնն է։ Ուրեմն միայն ու միայն եպիսկոպոսական աստիճան ունեցող հոգևորականը, որը կատարում է խորհուրդը, լինում է ընդամենը միջնորդ, ուզում եմ դան գծել, գործիք, ում ձեռքը մետեր եւ փրկիչ Հիսուս Քրիստոսի։ Հետևաբար, ինչ է կարգալուծությունը։ Թղթի կտոր, որի վրա գրված է։ Եթե դա լիներ նշանակում, ես ձեզ հետ համաձայն կլինեի, որ այո, եթե թղթով նշանակվեր քահանա կամ որևէ մի հոգևորական ցանկացած աստիճանի թուղթ պիտի գրեր, ասենք, եպիսկոպոսը եւ դառնար տվյալը այդ թղթի համաձայն, այդ թղթի կտորի համաձայն դառնար այս կամ այն հոգևոր աստիճանի սպասավոր եկեղեցու։ Այն ժամանակ լոժիկ կլիներ, որ նույն ձևի թուղթը հակառակ թուղթը կգրի եւ դրանով կվերացնի այդ իր նախկինում այն որոշումը։ Սա աշխարհիկ կյանքին է բնորոշ, քանի որ մեր ժողովրդի մեջ իսավ սիրտ պիտի ասեմ, տգիտությունը արկա է, կրոնական իմաստով եմ ասում, տգիտությունը արկա է, մարդիկ դա չեն հասկանում։ Չկա մի որևէ արարողություն չկա, որը ասենք կատարվեր տվյալի վրա եւ արարողությամբ ուրեմն այդ մերոնը վերցվեր։ Չկա տենց բան, որովհետեւ հնարավոր չի մերոնը ջնջել։ Սա նույնն է, որ դուք կգնաք եկեղեցվո մեջ մկրտություն կանեք, ձեր զավակին կամ չգիտեմ, որևէ ձեր բարեկամ կամ ինքներդ դուք, հետո մեկը ձեզ հայտարարի, ասենք լավ չեք ապրել, քրիստոնեական պատվիրանները չեք պահել, չեք հետևել կարճ ասած Քրիստոսին կյանքի մեջ, բայց որևէ մեկը ձեզ չի կարող հայտարարել, որ այս մարդը կնքված չէ։ Անկնունք է նա։ Ոչ, ուրիշ բան, որ դուք դատաստանի օրը պատասխան եք տալու ձեր ապրած կյանքի համար, բայց ձեր վրայից մերոնը մկրտությունը չի վերցվելու։ Ոնց որ մկրտվել եք, այդպես է կմնա։ Իմ կարծիքով սրանից ավել բացատրել մարդկանց, սա ես չգիտեմ, ինչ կատեգորիայի մարդիկ պետք է լինեն։ Ես չեմ պատկերացնում նույնիսկ։ Հիմա այդ փրչոտը, այդ երկարամուրուկ տականքը, երբ որ եկավ, այդ շտությունը դուրս է տալիս։ Բա այդ դու ճկնել ես, դու չես հասկացել այդ կամի բան, բականի գրոջ արժե, կոճկնավորի, այսպես ասած, չակերտավոր բանը, ապրուստը։ Ուրեմն կեղծիք է դա, չէ՞։ Այստեղից եզրակացություն եմ անում, ես իրան չեմ ճանաչում, չեմ էլ ուզում, չեմ էլ ցանկանում ճանաչել։ Բայց սրանից պարզ հետևություն ենք անում, որը տրամաբանական է, որ այս մարդը, եթե նման բաներից խուսափում է ճշմարտությունից, անկարելի է նա չիմանա այդքան տարական, էլեմենտար բան, բայց եթե նա խուսափում է դրանից, ուրեմն նա դավանանքներ կուրանա Քրիստոսին, երբ որ նեղեն իրեն, գան եւ ասեն հետ կանգնի Հիսուս Քրիստոսից, հակա Քրիստոսին գնա երկրպագի, կարող է նա ճկնում է ների համար, երրորդ Սողոմոնի տաճարի կառուցման համար, ես չգիտեմ, դա իրեն են պետք է, լրագրողները այդ մուրուքավորին պետք է այդ հարցերը ուղղեին։ Հիմա ինչ վերաբերում է Տեր Արամի գործունեությանը, ինքը օծված քահանա է, եւ մանավանդ եթե Հայաստանի Հանրապետության մեջ կան այն իրավունքները, որոնք մարդու իրավունքները պաշտպանվում են, հա, եւ պետությունը պաշտպանում է ամեն մարդու ազատությունը, իր իրավունքը պիտի նա իրացնի մարդկային արժանապատվությունը, չոտնահարվի ոչ մի պարագայում։ Սա կարևոր է։ Եվ երկրորդ, պետությանն է, կառավարության բալանսի վրա է այդ վանքը։ Ուրեմն կտրիչի հետ ընդհանրապես կապ չունի այդ վանքը, ընդհանրապես։ Պետությունը կարա նույնիսկ արգելի, որ կտրիչը ընդհանրապես այնտեղ որևէ մի լնգուլավազ ուղարկի, առանց կառավարության հետ համաձայնեցնելու։ Սա մի կարևոր նրբդուր հարց է։ Այն եկեղեցիներն ու վանքերը, որոնք այսօր դե ֆակտո կառավարության բալանսի վրա են, այդպես է պիտի վարվի եւ հետագայում ես կխնդրեմ ազգային ժողովի падգամավորներին, որպեսզի նրանք անպայման քննարկումներ ունենան խորհրդարանում այս հարցը, որպեսզի օրինական ձևակերպումներ ունենան եւ դա օրենքներով ամրագրվի։ Մյուս կողմից տեսեք, դե ֆակտո Տեր Արամը ընտրյալ հովիվ է, ինչը ես չեմ կարող ասել ուրիշների մասին։ Գիտեք ինչի, որովհետեւ եթե ժողովուրդը կանգնել է իրեն համար եւ այդ ժողովուրդը գալիս է վկայում է իր անձի, ես չեմ ճանաչում, չէ Արամին ես որտեղից գիտեմ, այդ երիտասարդին չեմ ճանաչում։ Ես 30 տարվա քահանա եմ, ինքը 6 տարվա քահանա է, երբեք ես իրեն չեմ տեսել, նույնիսկ երևի չեմարանումը չեմ տեսել, երբ որ ինքը ուսանել է, չեմ տեսել այդ տղային ես։ Բայց ես ինչ եմ ուզում ասել, եթե օհանաբանկին այս ծուխը իրեն ընտրել է փաստորեն, հա, որպես հոգևոր հովիվ եւ ընդունում է իր գործնեությունը, հավանություն է տալիս, ուրեմն որևէ մեկը չի կարող իրեն ասել աչքի վրա ունք կա, այսինքն կտրիչնով է, ով է այդ խուլիգանը, փողոցային այդ բոսյակը ով է, արշակը ով է, նարկամանը, Պլանքաշ Սամվել, հա, այդ որ թմրամոլ մարդը, դուք պատկերացրեք թմրամոլները փողոցների մեջ, կամ չգիտեմ, որևէ մի պրիտոնի մեջ, որոշումներ կայացնեն։ Դուք հասկանում եք ուր ենք հասել են, որ ասում են նա դնի այդ եկեղեցին որտեղ է հայտնվել, որ
թմրամոլը որոշում է կայացնում։ Կարգապահական ժողովի մեջ է։ Դուք հասկանում եք ուր ենք մենք հասել, սիրելի ժողովուրդ, ինչ խայտարակ մենք օրեր կապրենք, ուղղակի։ Այս սատանայի տունը քանդվելու է, մինչև վերջ է քանդվելու։ Մինչև վերջ։ Եկեղեցին այս ախորը պիտի մաքրվի, որքան կուզեն ընդդիմադիր ուժերը ջանք գործադրեն։ Այդ կաշառված, այդ ստոր մամուլները որքան կուզեն ծախու արարածների պես ստեր ու հելուրանքներ տարածեն իրենց մեդիա դաշտով։ Մեկը Աստված մեզ հետ է, Աստված ճշմարտության կողմն է, Աստված ճշմարտության առաջնորդն է։ Առաջնորդում է նաև այսօր Տեր Արամ Քահանային, որտեղ Սուրբ Հոգով իրեն տրվում է այդ քաջությունը։ Այսօր նա մի քանի բան ակնարկեց, որ բացահայտելու է, խայտարակ կյանքով, որ նրանք ապրում են, խուլիգանները, որոնք իրենց գերական են կոչում։ Նրանք խուլիգաններ են, գերականի հետ ոչ մի կապ չունեն, Հիսուս Քրիստոսի ավետարանի, եկեղեցու, խաչի հետ ոչ մի կապ չունեցող անձնավորություններն են։ Կտրիչը հավաքագրել է, հենց բանդա է հավաքագրել, այդպիսի մարդկանց է հավաքագրել, որոնք Աստծո հետ ոչ մի կապ չունեն։ Ամենամեծ վնասն է եղել, որ 26 տարին դա մի սերունդ հոգևորականների պատրաստվել է իր օրոք, որոնք հոգևորական չեն, որոնց մեջ գործում է դիվային ինչ-որ մի այլասերված, չգիտեմ ինչ ոգի է գործում, չար ոգի է գործում, որոնք ոչ մի կապ չունեն ավետարանի խոսքի հետ, բացարձակապես, նրանք կյանքի չեն վերածել այդ ավետարանը։ Շատ պարզ, Սուրբ ավետարանը մեզ ինչ է ասում, ասում է ծառը պտուղներից է երևում, չի կարող չար ծառը բարի պտուղ տալ, չի կարող, ուղղակի չի կարող։ Հիմա այդ ծառը չար է, ոնց կարող են պտուղները բարի լինել։ Այդ միջավայրը, որ սերմանել էր վախի, սարսափի, ստահակության, մատնության, անփարոյականության, այդ միջավայրի մեջ մայրաթոռը, կուկուշկայի աթոռում կարող են ինչ-որ մաքուր բաներ տեղի ունենային։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Եթե այս կրթական համակարգը, որը որ նմանապես խեղվել է, հա, Գևորգյան հոգևոր ճեմարանը, Սևանում ընդհանրապես սատանիստների մի հիմնարկ էր, կտրիչի, լնգուլավազների, կտրիչի վկաների։ Կտրիչիկներ են դուրս եկել այդ Սևանից, այնտեղ կտրիչիկներ։ Այս բոլորը մեծագույն խայտարակություն է։ Մի հատ էլ բանում Սանկտ Պետերբուրգում բացեց, չէ՞, եզրասը։ Կարծեմ արդեն բացել է։ Ընդդեղը շպիոններ էր ուզում արտադրել Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների համար գործակալներ։ Այսինքն ինչի են վերածել մեր եկեղեցին։ Այդ բա եկեղեցու անունից խոսացող լեզուն պիտի կտրես։ Եթե նա օտարի ուժին ծառայող եւ օտարի շահերը սպասարկող դարձել է այդ կառույցը հեղինակավոր, գետնով է տվել հեղինակությունը, դարձել է սատանայի որջը, ավազակած որջը, որպես այդպիսին, ուրեմն ինչի մասին ենք մենք կարող խոսել։ Այո, ես խիստ եմ խոսում, որովհետև ինձ հետ Հիսուս Քրիստոսն է։ Այո, ես խիստ եմ խոսում, որովհետև ես առաջնորդվում եմ Քրիստոսի ավետարանի խոսքով։ Այո, ես խիստ եմ խոսում, որովհետև ես գիտակցում եմ խաչի վրա տեղի ունեցած այն խորհուրդը, երբ խաչվեց Տերը մեզ բոլորիս համար եւ իր սուրբ արյունով մեզ գնեց։ Այո, ես խիստ եմ խոսում, որովհետև երանելի է այն մարդը, Լերան քարոզի մեջ Հիսուս ասեց, ով որ խոսում է ճշմարտությունը, ով որ ոչ մի բանի կոնյունկտուրային չի նայում ով ինչ կասի, ով ինչ կմտածի։ Ես թքած ունեմ։ Ինչպես Տաշիրի Սամոն ասեց, հեծի վրա թքած ունեմ, ինքը հեծի վրա թքած ունի, իսկ ես թքած ունեմ այդպիսի մարդկանց վրա, ովքեր որ խեղում են սրբությունը, այլասերում են իմաստն ու բովանդակությունը Սուրբ գրքի մեջ գրված եւ թաքնվում են այն մասկային դնում, իբր թե խաղում են հավատացյալ, խաղում են կեղերական եւ այլն։ Այսպիսի մարդկանց վրա ես թքած ունեմ, որտեղ նրանք նույնիսկ մարդ կոչվելու իրավունք չունեն։ Նրանք սատանայի գործակալներն են այս երկրի վրա, որոնք վնասից բացի, օդը փչացնելուց բացի, պարազիտներ են կարճացած, ոչ մի բանի պիտանի չեն։ Պիտանի չեն այդ մարդիկ։ Հետևաբար սիրելիներ, այս կեղտոտ միջավայրի մեջ, որտեղ որ Կտրիչ Ներսիսյանը միշտ փորձել է ի նպաստ իրեն այդ լճացման, չգիտեմ, այդ նենգությունների փաստորեն գործիքակազմով վերահսկելի դարձնել բոլոր միաբաններին, հա, այդ միաբանի անունը ձևական բնույթ է կրում, ինչ է նշանակում միաբան, հա, ինչ է նշանակում միաբան։ Եվ հրապարակ նետել մի հիմար գաղափարախոսություն այսօր էլ այդ նույն կեղծավոր միաբանների շուրթերից, թե իբրև թե ինքը պատրաստ է բանտի խցից կառավարել եկեղեցի։ Հիմա ես ուզում եմ մի հարց տալ այդ տգետներին։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, կարևորը գահն է։ Սուրբ աթոռը, որի վրա բազմել են կաթողիկոսներ, պատրիարքներ, որի վրա բազմել է մեր առաջին պատրիարք հայրը Գրիգոր Լուսավորիչը եւ մնացյալները։ Ուրեմն տեսեք,
մենք պաշտում ենք Աստծուն եւ ճշմարտությամբ կվկայենք, որ մեր եկեղեցին միակն է, եզակի եկեղեցին, որը ազգային է։ Եվ մեզ համար կարևորն է գահը։ Այսինքն գահը չես կարող բան տանես, հիմար, ինչ ես խոսում։ Կամ Ռուսաստանի մասին էին խոսում, որ Ռուսաստանից կգնա կառավարի։ Գահը չես կարող տեղափոխես։ Որևէ մեկը դա թույլ չի տա քեզ անելու։ Ուրեմն դու ոչ մի կապ չունես։ Դու կարող ես գնաս քեզ այնտեղ խաղաս, ինչ կուզես կխաղաս, կամերա պալատը նոմշես, կժանոցում քեզ կտրամադրեն, այնտեղ կխաղաս, մեկը Նապոլեոն կլինի, դու էլ կաթողիկոս կլինես։ Բայց չես կարող ասես, որ դու գահակալ ես։ Գահն է մեզ համար կարևոր։ Գահը իջմիացնում է։ Ուրեմն, որտեղ ուզում ես գնա, ուզում ես բանտ գնա, ուզում ես գնա Մոսկվա, ուզում ես գնա Վաշինգտոն, որտեղ էլ գնաս, ուզում ես գնա Թայլանդ, որտեղ ուզում ես գնա։ Մեկը այս աթոռը կմնա իջմիացնում։ Հետևաբար այս աթոռի վրա կբազմի իրական գահակալ ումը որ կընտրի մեր ազգը, որը կդառնա իսկապես ազգընտիր։ Հետևաբար այսպիսի հիմարություններ, այսպիսի ապուշություններ տարածում են մեդիա դաշտը, հեղեղում են ամեն տեսակի հիմարություններով, որպեսզի մոլորության մեջ գցեն ժողովրդին։ Բայց ես այստեղից իբրև մեր Տեր Հիսուս Քրիստոսի զինվորը վկայում եմ եւ ամեն Աստծո օր մեր ժողովրդի հետ մտնում եմ դիալոգի մեջ, որպեսզի մարդկանց աչքերը բացեմ մինչև վերջ, որպեսզի պարզաբանեմ, որպեսզի լուսաբանեմ։ Սա է իմ առաքելությունը։ Աստված ինձ դրել է այդ առաքելության վրա այսօր։ Ես ասեցի, որ կվերջանա այս հարցը, մենակ ավետարանից պիտի խոսենք, միայն պետք է խոսենք այն ժամանակ հոգևոր թեմաներով։ Բազմաթիվ են նրանք։ Բայց այս շրջանում մենք առաջնայինը պիտի դիտենք այն, որ Կտրիչ Ներսիսյանին արմատախիլ անենք իր լնգուլավազներով, իր փոքրիկ խմբակով մայր եկեղեցուց։ Ուրեմն եկեք ամփոփենք այսօրվա խոսքը, չեմ ուզում այսօր երկար լինի։ Առաջինը այն է, որ մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ շրջադարձային պատմական իմաստով կդառնա հոկտեմբերի 26-ը 2025 թվականին։ Հովանավանքն էլ պետք է այն պատմական վայրը դառնա, որտեղից պետք է սկսվի հայոց ժողովրդի նորակերպ, կարող եմ ասել, կամ դարձը դեպի իր արմատները, հոգևոր զարթունքը եւ ի վերջո որ նա արտնանա, որ ինքն է սեփականատերը եկեղեցու, ոչ մեկը չի, որտեղ հիմարություններ են տարածում, ասում են նույնացնում են քրեականներին բանի հետ, եկեղեցու հետ ոչ, եկեղեցին մնայուն է, ուզում եմ դա ընդգծել, Կտրիչ Ներսիսյանը եւ իր բանդան գնայուն են, եկեղեցին է մնայուն։ Ուրեմն Տեր Արամը եկեղեցին չէ, ես եկեղեցին չեմ, Կտրիչ Ներսիսյանը եկեղեցին չէ, որևէ մեկս եկեղեցի չեն կարող լինել։ Աբսուրդ է։ Եկեղեցին եկեղեցի է, այսինքն դա Քրիստոսի խորհրդական մարմինն է։ Գլուխը այդ եկեղեցու Տեր Հիսուս Քրիստոսն է, ոչ Կտրիչ Ներսիսյանն է, ոչ էլ որևէ մեկը, որ նախկինում, ասենք նույն այն սուրբ պատրիարքները, որ կային, նրանք եկեղեցու գլուխը չեն եղել։ Նրանք եղել են եկեղեցու հոգևոր առաջնորդները։ Հիմա կոչվել են դա պատրիարք, կաթողիկոս, ուրիշ տեղերում, ուրիշ երկրներում, ուրիշ ազգերում, միտրոպոլիտ կամ arczepiskopos դա իրական չէ։ Բայց այդ բոլոր մարդիկ մահկանացու են եւ նրանք բոլորը գնայուն են։ Մնայուն է եկեղեցին։ Հետևաբար հետևություններ արեք, որ եկեղեցին չի կարելի նույնացնել քրեականության հետ։ Կան լավ հոգևորականներ, որոնք արժանավոր այդ հոգևոր դասի ներկայացուցիչներն են, եւ նրանք պարտավոր են, ուզում եմ դա շեշտել, ծառայեն Աստծուն առաջին հերթին եւ երկրորդ հերթին ծառայել մեծ իրեցյալ ժողովրդին։ Սա պարտականություն է, իրենց առաքելության մեջ գլխավոր առանցքային պարտականությունն է։ Եվ ժողովուրդն է սեփականատեր, որովհետև կրկնում եմ, բազմից եմ դա ասել, այսօր եւս մեկ անգամ հիշեցման կարգով պետք է նորից անդրադառնամ այն կարևորագույն խոսքերին, որը բազմից են հնչում երջանկայի շատակ հոգելույց Գարեգին առաջին կաթողիկոսի ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսի ամենայն հայոց Սարգսյանի կողմից։ Եկեղեցին դա ժողովուրդ է։ Ընդգծում եմ, լսեք ուշադիր, եկեղեցին դա ժողովուրդ է։ Եկեղեցին դա ժողովուրդ է։ Ուրեմն եկեղեցվո մեջ պետք է գործի եկեղեցական վարչություն կամ կուզեք անվանեք ծխական խորհուրդ, որը բացառիկ կերպով պետք է ընտրվի տվյալ կրոնական համայնքի ներկայացուցիչների կողմից, այսինքն ժողովրդի կողմից, կարող է 4 տարով, կարող է 5 տարով, չգիտեմ, տվյալ կանոնադրությունը,
պետք է մշակվի տվյալ համայնքի մեջ։ Եվ այդ կանոնադրության համաձայն պետք է այդ եկեղեցական վարչությունը, որ աշխարհականներ են, հոգևորականներ չեն մեջ, աշխարհիկ մարդիկ են, այդ ծուխի անդամներն են, որոնք ամեն ասոր եկեղեցի են գալիս, հավատացյալները, հա ճշմարիտ հավատացյալներ, որոնք ապրում են Հիսուս Քրիստոսով, որոնք ապրում են հոգևոր կյանքով։ Այն նրանք պետք է ընտրեն իրենց հոգևորականին։ Եվ իրանք կարող են միայն ու միայն, ուզում եմ դա շեշտել եւ ընդգծել, ուշադիր լսեք, միայն ու միայն իրանք կարող են ճանապարհել այդ նույն հոգևորականին։ Հիմա Տեր Սարգիս Լնգուլավազին ես ոչ եմ անում, գյուղը, այս ժողովուրդը, այս բնակչությունը, այս համայնքը պիտի կանգնի, քացով ճանապարհ գցի, որ վազելով մինչև կտրիչի դուրը գա։ Դուրս շպրտեք իրեն եւ ցանկացած մի ստահակի, որ այնտեղ երևա, պարս եզրահանգում անել։ Ժողովուրդը կընտրի, ժողովուրդը կհեռացնի։ Հոգևորականը, եթե հավանում է ժողովուրդը, կմնա այնտեղ, ինչքան որ պետք է ժողովրդին, ամեն անգամ որտեղ եկեղեցական վարչությունը որ վերընտրվում է, նա նաև վերանայում է այդ հոգևորականի հետ, պետք է կոնտրակտ ունենա, պայմանագիր, բարձ ասած, որտեղ պետք է նշված լինի սևով սպիտակի վրա իր պարտականությունները, իրենց պարտականությունները եւ իրենց փոխհարաբերությունները։ Ու վերջ, օրինակ Նիսում ես ընտրվել եմ ամբողջ կրոնական համայնքի կողմից եւ ունեցել եմ կոնտրակտ։ Կոնտրակտս վերջացել է, ես հավաքել եմ իմ պարագաները, վերադարձել եմ։ Որտեւ այդ մարդիկ արդեն որոշել են գնան ուրիշ ճանապարհով, որոշել են Կտրիչ Ներսիսյանի հետ Սիլիբիլիանին ու մենք ընդհանուր ճանապարհը չենք ունեցել։ Ես ուզում եմ բացատրել, որ կրոնական համայնքը որոշիչ դեր է խաղում եկեղեցականի կյանքում եւ ոչ հակառակը, ինչ որ ձեզ ասում են։ Հենց ազգային եկեղեցին այդքանով է տարբերվում մնացյալ օրթոդոքս եւ պաշտոնական եկեղեցիներից, ուր որ որոշումները կայացնում է ազգը եւ ներքևից վերև է կառավարվում մեր եկեղեցին։ Իսկ գերագույն մարմինը ազգային եկեղեցական ժողովն է, որը ոչ մենակ հոգևորականներն են, ես կասեի ճնշող մեծամասնությունը այդ նույն ազգային եկեղեցական ժողովի падգամավորների կազմում են աշխարհականները։ Այսքանը սիրելիներ, ես ուզեցի, որ դուք ինֆորմացված լինեք, որ դուք իրազեկված լինեք, որ այսպես չի, որ ով ինչ ուզենա ձեզի բրթի հալած յուղի տեղ, այդ ապուշուտները, այդ իմ ընդդիմադիրները, դադակա գլուխ, չգիտեմ, են տիկվայի պես գլուխը, հա, կանգնում են ամեն ձևի ամբաղ զամբաղ բաներ դուրս են տալիս, առանց հասկանալու։ Միայն գիրք վերցրեք, կարդացեք, ծանոթացեք, նոր խոսեք, Ով է ձեզ ստիպում, որ դուք մեր ջրաղացին ջուր ածեք։ Ոչ, դուք կտրիչի ջրաղացին ջուր ածեք, բայց երբ որ բան կիմանաք, սովորեք, կհասկանաք, ինչ շրջանակներում դուք կարող եք խոսել, որպեսզի ծիծաղելի չլինեն ձեր անհետեթությունները, որոնք հնչում են ձեր բաներից, էջերից։ Եվ մի սպասեք, որևէ սենսացիա չի լինելու։ Այդ օրը լինելու է հանգիստ հանդարտ, պատարակը լինելու է, հաղորդությունը առնելու է վարչապետը, մյուսները։ Եվ դրանով փակվելու է կտրիչի այս անփարունակ չհոգևոր ընթացքը եկեղեցում։ Վերջնակետն է դրվելու եւ ինքը պիտի կալանավորվի։ Ես կոչ եմ անում այստեղից ուժայիններին ձերբակալել մնամանավանդ ազգային անվտանգության ծառայությանը։ Կտրիչ Ներսիսյանին անհապաղ նրան պետք է դատեն, ինքը պիտի սատկի բանտում։ Ես խոսք եմ տվել, իմ խոսքի տերն եմ։ Հատուկ կգնամ Շվեյցարիա եւ այնտեղից շոկոլան կուղարկեմ իրեն, երբ որ տեսնամ իրեն բանտում։ Են Կմինտոյի ֆիլմը տեսել եք, որ վերջում ուղարկում են, են շոկոլան ուղարկում են բանտին։ Այս նույն բանը պիտի անեմ, ես դա խոսք եմ պիտի անեմ դա։ Միքայելի համար խոսք չեմ տվել, Բագրատի համար, նրանք շատ մանր մկներ են, որ ես դրանց մասին մտածեմ, դրանց համար չեմ այդ ծախսը անելու, բայց իր համար պիտի անեմ, անպայման։ Այսքանը սիրելիներ, գիտեք, մի բան էլ ձեզ ասեմ, ինքը այդ ձևի մարդ է հիմար, բայց նենք միաժամանակ, որ ինքը շատ լավ պատկերացնում է իր վերջը որտեղ է տանում իրեն, բայց ինքը ուզում է մենակ չգնա, հիմա փուրը պիտի տա, հիմա այդ մարդկանց, այդ հիմար, ընդդիմադիր, դաշտի, կարկառու ներկայացուցիչներին, ումը որ խափել է, ուղարկելու է հոնավանք, Կիրակի օրը այնտեղ հարուցեն խնդիրներ, այն նրանց փուրն է տալու, որտեղ իրենց ոստիկանը ձերբակալելու է։ Ես նախապես ուզում եմ այդ տղեկին զգուշացնեմ, այս հիմարներին, որ մեղքանում եմ ձեզ էլի, դուք հետ կանգնեք այդ ձեզ սխալներից ու ոտ չդնեք այնտեղ։ Կողքով են միանցեք։ Ասում եք կանչված տեղը գնա, չկանչված տեղը կողքով են միանցի։ Իմաստուն խոսք է իմիջիալոց։ Այսքանը եւ կարճաղոթքով վերջացնենք այսօր։ Աշնարարչական, բազուկս փրկչական, սուբխաչատերունական լինի դες պահաբան, այսումետև մինչև հավիտյան ամեն։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, սիրելի ժողովուրդ, ծաղկելու է եկեղեցին, փրկվելու է հայ ժողովուրդը, որտեղ հայ ժողովուրդին այսօր չի ունեցել ոչ հոգևորական, որ առաջնորդ, այն մարդը, որ նույնիսկ որակով, ասենք, կարող էր ինչ-որ մի հոգևոր ծառայություն մատուցել, վախենում էր, որտեղ կաշկանդված էր, կտրիչը չէր սիրում հոգևոր կյանքը, ինքը ատում է հավատքը, ինքը սատանա է, ների առաքյալ է,
Դրա համար պետք է այդ կեղտը, այդ սրբապղծությունը արմատախիլ անենք այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից ամեն։ Դուխով բոլորին մաղթում եմ, գնացեք այնտեղ շատ մեծ սպասվում են առաջիկայում տոնակատարություններ, Էջմիածնում։ Ուշ եւ կարողություն տարածեցեք շատ, կսպասեմ ձեր լայքերին, նրանք անվճար են եւ ձեր գրառումներին։ Ուշ ու կորով ցտեսություն, բարի գիշեր։